ամբիոնից ազգային ժողովի Դե լավ, հա, միշտ տենց է եղել, ինչն է տեղի տենց։ անկեսնի միշտ այդպես է եղել, հիմա ուղղակի ինչ-որ ավելի շատ է սրացումները։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից բոլոր նրանց, ովքեր իրենց ձայն չեն տալու, շնուշ անյալ է անվանում։ Այս ամենը ինչի դրսևորվեց դες։ Երբ սրանց սկսենք, հետո Դե ռասիզմի դրսևորում է, բայց այդ ռասիզմը իհարկե արվում է նախընտրական process-ում ավելի բևեռացնելու հասարակությունը, քանի որ գործ ունենք հայատյաց իշխանության հետ, որը բնականաբար եթե Թուրքիայի շահի իշխանություն ես, ինքնիշխանությունը լրիվ տվել ես Թուրքիային, բնականաբար պիտի լինես հայատյաց։ Էրդողանն էլ է հայատյաց, Ալիևն էլ է, չէ, հայատյաց։ Հիշում եք Էրդողանը ասում էր ինձ ինչ ասես չեն ասել, էլ վրացի, բայց ամենավատը, որ հայ են ասել։ Հիմա այդ Էրդողանյան եւ Ալիևյան գլուխը նաեւ ձեռքեր ունի Հայաստանում եւ այդ ռասիզմի դրսևորումը իրականացում է այստեղ։ Դե նոր առաջի դեպքը չի, որ այդ ռասիզմը կա, բայց փաստորեն հիմա նրանք պետք է պիտակավորեն այն մարդկանց, ովքեր որ ուզում են իրենց իրավունքները պաշտպանել։ Դա չի հաջողվելու, ինչքան էլ սրանք նեղացնում են Հայաստանը, միևնույն է հարցերը ավելանում են եւ նրանց բեռը ավելանում են։ Նրանք կարծում են Արցախը բեռ է կհանձնեն եւ հանգիստ կապրեն, բայց իրենք տեսան, որ Արցախը հանձնելը ավելի ծանր բեռ է դառնալու նրանց համար եւ չեն կարողանալու նորմալ ապրեն։ Բայց ինչպես ասում են, բանի տեղ շատ պետք չի դնել, ինչպես օրինակ բանի տեղ պետք չէր դնել օրինակ Ադոլֆ Հիտլերին, պարզապես պետք էր նրան հաղթել։ Նրանց ասացները այդ սեգրեգացիան, այդ ապարտեիզմը, այդ ռասիզմը շուռ է գալու նրանց վրա։ Բայց այստեղ մի հատ ուրիշ կարևոր հանգամանք կա, որ մենք պետք է հասկանանք հայերովս, որ այս ռասիզմի դեմ պայքարը ոչ թե ինքը զուտ ազգային փակագծերի մեջ է տեղավորվում, միայն ազգային համակարգ է, այլև վերազգային համախումբ է, որովհետև ամբողջ աշխարհում է այս պայքարը գնում։ Մի կողմից պայքարը կարգ ու կանոնի, արդարության, իրար հարգելու, իրար ապրումակցելու, իրար օգնելու մեջ է, մյուս կողմից կարգ ու կանոնը խախտելու, չգիտեմ, այդ Ալիևյան այդ բռունցքը տեսել եք, հա, այդ որ ասում է, հա, էական չի թե ով է, կարևորը եթե բանը պրոտիվլոմոնիոտ պրիոմը վիճակն է, իհարկե աշխարհի զարգացումը դրան չի տանում, աշխարհի զարգացումը միշտ բերում է ուժերի հավասարակշռմանը եւ միմյանց նկատմամբ հարգանքին, այս պահին տիրում է իհարկե աշխարհում այդ Ալիևյան, այդ բռունցքի եւ Էփշտեյնյան կոալիցիայի դաշնությունը, որտեղ մենք տեսնում ենք թե Պաղեստինում ոնց են կոտորում Իսրայելը ոնց է կոտորում պաղեստինցիներին, սարսափելի ցեղասպանություն է իրականացնում եւ այդ հարցը նաեւ մեր խնդիրն է եւս որպես երկիր մոլորակի մարդիկ, նաեւ շղթայված է ըստեղի խնդիրների հետ։ Ինչպես նաեւ տեսնում ենք թե Դոնալդ Թրամփը ինչպես է միջազգային իրավունքը ամբողջությամբ ոտնահարելով հարձակվում Իրանի վրա, սպանում նրա հոգեվոր առաջնորդին, ռազմաքաղաքական առաջնորդներին եւ հարվածում 170 աղջիկների է սպանում, անչափահաս աղջիկների է սպանում։ Սերունդ է, էլի, պատկերացնեք, նպատակը որ սերունդ, ինչպես Փեզեշքյանն էր ասել, հետո սերունդը ուղղակի կտրելու համար։ Այդ իրենց դաշնությունը նաև դա է արտահայտվում։ Հա, իրենք շատ նման են գործելավոճով, այդ հոգեբանական այդ ստրեսերի ենթարկելով, դե այդ բռունցքի այդ գեշ պողպատյա բռունցքի փիլիսոփայությունը դա մի կողմում այդ պողպատյա բռունցքն է, մյուս կողմում իրավականությունը, կարգ ու կանոնը։ Իրավականությունն ու կարգ ու կանոնը այս պահին Բաքվի բանտում են։ Նրանք բանտարկված են, անազատության մեջ են։ Եվ քանի նրանք անազատության մեջ են, նկատի ունեմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչու՞ չէ նաև ադրբեջանցի քաղբանտարկյալներին, հա, անցած տարի օրինակ Բեհրուզ Սամեդովին 15 տարի ազատազրկման դատապարտեցին, եթե չեմ սխալվում 15 տարի էր, նրա համար, որ հայերի հետ խաղաղության կոչեր էր անում։ Տասնյակ լրագրողների դատապարտեցին 10-ից 15 տարի այդ տարբերությամբ բանի։ Այսինքն մեր խնդիրը այստեղ ոչ պետք է ավելի լայն հասկանանք։ Մենք ոչ միայն զուտ sense պայքարում ենք Յան ազգանունով Փաշինյանի դեմ, այլ մենք որպես երկիր մոլորակի էակներ, հա,
պայքարում ենք այդ երկիր մոլորակի կարգ ու կանոնի համար, որպեսզի մեր մայր մոլորակը զարգանա եւ ապրի բարվոք կյանքով։ Եվ գիտակցում են, ասենք, եթե Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ բաժանում էր սևերի սպիտակների, դատավորների դեմ էր ատելություն քարոզում, որպեսզի դատաանները գրավի, հետո ատելություն էր քարոզում Արցախը պաշտպանած հերոսների դեմ, որպեսզի շինծու գործեր հարուցի։ Պետք է վարկաբեկես, հետո բռնես։ Եթե մինչև վարկաբեկելն ես բռնում, հանրային պահանջ է ձևավորվում ազատելու, հանրային անարդարության զգացում է լինում։ Երբ վարկաբեկում ես, հետո ես ապօրինի բռնում, այդ դեպքում կարծես թե նվազեցնում ես այդ հանրային դժգոհությունները։ Տեսեք, կարանք ամենասկզբից սկսենք Յուրի Խաչատուրովին, Ռոբերտ Քոչարյանին, երբ որ բանտարկել էին, ինչ էր, մի հսկայական ատելության քարոզ էր։ Դատավորները Ալեքսանդր Ազարյան թե Արզումանյան, մի խոսքով այո, հա, որը փաստաբանների կողմից տարեշարունակ ճանաչվում էր լավագույն փաստաբանը, դատավորը։ Այդ դատավորին գնաց, ոչ մի բան չէին կարողանում գտնեին, ոչ մի բան վարկաբեկելու, եւ բոհի ղեկավարին այն ժամանակ Սմբատ Գոգյանն էր։ Ասացին գնա այդ դիսերտացիաների մեջ մի հատ ինչ-որ մի բան գտի, գնացին տենց իբր պլագիատ էին գտել իր գիտական աշխատանքում, այսինքն կեղծարարություն։ Էդ էլ պարզվեց սուտ է, բայց այնուամենայնիվ։ Հետո սկսեցին Հետո Դավիթ Գրիգորյանին, եթե հիշենք, դատավոր Դավիթ Գրիգորյանն էլ կալանք խափանման միջոցը փոխեց, էլի բռնեցին։ Հետո արցախցիներին դեմ էին ատելության խոսք տարածում, ինչու, որպեսզի ատելությունը տարածում ես, հետո կարողանաս հանձնես, որ այդ հանրային ճնշումը նվազեցնես։ Մի կողմից ատելություն են տարածում հայերիս նկատմամբ, մյուս կողմից կեղծ հրեշտակներ են սարքում, հենա երեք պարզվեց եկեղեցին ավերած Սեփանակերտի ավերած ադրբեջանցիների հանդեպ, եւ դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է անում, բնականաբար դա անում է բազմաթիվ այլ արբանյակային եւ լուսնային կայաններ, որոնք իբր թե ԿՊ-ից չեն, բայց ԿՊ-ից են, ու սա sense խորամանկ ցեղասպանությունն է, 21-րդ դարի խորամանկ ցեղասպանությունն է, մեր գործն էլ էս արդեն ասացի, հայերիս գործը այդ խորամանկ ցեղասպանությանը դեմ առնելով երկիր մոլորակը կարգ ու կանոնի բերելն է։ Բայց մի բան էլ ասեմ, էլի այդ բոլոր այդ խոսքերից ամենակարևորը երևի էս Ջուլհակյանի խոսքն է, որ անդրադառնանք, որ կրծքով կերակրող մայրերին էր փաստորեն վիրավորել, այսինքն նրանց համար որևէ սկզբունք, կանանց իրավունք, երեխաների իրավունք, Դավիթ Մինասյանի դեպքով էլ կհիշեք, հա, դե չափահաս էր, բայց դպրոցական էր, այնուամենայնիվ կարելի է։ Հա, հա։ Այսինքն իր այդ Էփշտեյնյան կոալիցիայում, չէ՞ որ Էփշտեյնը այդ դեռահասներին այդ մանկապիղծ այդ էությունն է։ Եվ այստեղ էլ, ասենք, այդ Էփշտեյնյան կոալիցիում կա միայն բան՝ տժալ, կայֆավատ լինել, իհարկե դա լավ բան է, տժալը, ուրախանալը, զվարճանալը, դա շատ կարևոր, հա, բայց ասենք, բայց ոչ մարդկանց կյանքերի վրա, հա։ Հիմա այս Էփշտեյնյան կոալիցիայի պարագայում որևէ նշանակություն չունի, այնտեղ կրծքով կերակրող մայր է, չգիտեմ, բանը իր միայնակ մայր է, անչափահասների մայր է, մի խոսքով, կամ ասենք անչափահաս երեխա է, ինչը մի խոսքով որևէ նշանակություն չունի, ամբողջ նշանակությունը այդ իրանց վերարտադրման process-ը իրականացնելն է, ոչ մի սկզբունք, որևէ բան կարգ ու կանոն գոյություն չունի, իսկ հակառակ կողմում, կրկնում եմ, մեր անելիքը այդ կարգ ու կանոնը վերականգնելն է։ Եվ մի վերջին հարցը ես ասում, ինչու կգանք արդարության վերականգնմանը, ինչ պետք է անենք։ Իր կնոջը նորից առաջին պլանը ձեզ ինչ որ
Բայց լավ էլ եկեք չխոսանք, էլի ամեն ինչին հո չեն կանրադառնալ։ Տոքսիկ հարաբերություններ է այդ մարդկանց մոտ 20-ից 30 տարեկանում շատերի մոտ, ասենք, դեռահաս տարիքում 18-ում անում եղած կլինի, տենց տոքսիկ հարաբերություններ։ Հիմա այս դավաճանական զույգի մոտ այդ տոքսիկ հարաբերություններն է երևի, տենց կբաժանվեն, կմիանան, կգնան ընտանեկան հոգեբանի մոտ, ասենք, ադրբեջանական որևէ։ Այդ շատ անեական բաներ են, որ մեր ժամանակը չպիտի վատնենք, էլի դրա վրա ավելի շատ պիտի հիմա օրինակ մեր ժամանակը վատնենք, թե ինչ կարելի անել, օրինակ, չգիտեմ, նույնիսկ Գյումրի է, չէ՞, ուզում գնա, ասենք, եթե Գյումրի է գնում, ինչ կարելի անել, որպեսզի գյումրեցիներին պաշտպանենք նրանից, կամ ինչ պետք է անել։ Գյումրեցիները, որ ինքը մերժված է։ Մենք այդ կիսադատարկ անգամ ավտոբուսներով մարդկանց էին տարել, բայց այդ կիսադատարկ հրապարակ։ Հա, բայց դա նշանակում է հիմա մուրը հանելու գյումրեցիներից, որ ինքը մերժվում։ Հա։ Իհարկե չի կարող մերժված չլինի, ասենք Միքայել Աչապահյանն այդքան հարգված Սրբազանին Շիրակի թեմի առաջնորդին ապօրինի տարելա բանտարկել է։ Ովքեր են սրանք ընդհանրապես։ Դուք պատկերացրեք միջելից եկեղեցականների մասով էլ, չէ՞։ Հələ հիշեք ինչ տաբու է եկեղեցականին բանտարկելու թեման, ու եթե իհարկե ինչ որ լուրջ հանցագործություն չի իրականացնել, բայց մեր պարագային որևէ անմեղ հոգևորականներին բանտարկում են, բայց դրանից առաջ ինչքան վարկաբեկեցին, նախ վարկաբեկում են, հետո բանտարկում են, նախ վարկաբեկում են, հետո բանտարկում են։ Սամվել Կարապետյանի պարագայում մի քիչ չէին հասել վարկաբեկեն, միանգամից մարդուն իր ազատ խոսքի համար բանտարկեցին, բայց մնացած հետո հետագայում արդեն սկսեցին վարկաբեկել։ Այնպես որ Գյումրին միշտ էլ իր ճիշտ ուղղությունը, կեցվածքը կարողանում է ընդունել եւ գյումրեցիները բավարար կամք ունեն, որպեսզի Արցախը հանձնած 30,000 երեխայի եւ 150,000 ընդհանուր առմամբ մարդկանց տուն տեղից զրկածին ցույց տան իր համապատասխան տեղը։ Կանք ռազմագերիների մասով, հա, շարունակում են Բաքվի բանտերում խոշտանգել մեր հայրենակիցներին, իմիջիայլոց։ Մենք հիշում ենք, չէ, ժամանակին Ալեն Սիմոնյանը ինչպես էր արտահայտվում մեր ռազմագերիների մասին, վերջերս Թուրքիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ մեկ անգամ հիշել է, որ 19 մեր հայրենակիցները պետք է վերամիավորվեն, ընդհանրապես մի ամիս առաջ էսել ֆիքսենք, վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ եւ այսպիսի հայտարարություններ է անում։ Իհարկե հաջորդում պարզվեց, որ փաստորեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է Ադրբեջանը ըստ Ալեն Սիմոնյանի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ իհարկե գանք։ Մի հատ այդ քաղաքացիների վրա թքողին մոռանանք, այստեղ ավելի կարևոր հարցեր կան քննարկելու։ Ուրեմն Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անազատության մեջ արդեն քանի տարի է, 23 թվից, հեսա 3 տարի է լինելու սեպտեմբերին։ Ուրեմն ուղերձ է ուղարկում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին, առաջարկելով, որ պատվիրակություններ ուղարկեն Ադրբեջան, որոնց մեջ կլինեն նաև գեյների պատանների հարազատներ, այս տեսակցեն, չէ՞, ասենք, դա խոշտանգվում են իրենց հարազատները ադրբեջանական բանտերում, Ռուբեն Վարդանյանը մի պին ասում է, մի բան արա, որ գան, տեսնեն, դուք էլ եկեք, մի խոսքով, մի հատ քո գոլեգայի հետ խոսա, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի, չէ՞ որ ստեղի այդ Նիկոլի հասարակությունը եւ Ալիևի հասարակությունը իրար հետ հաճախ հանդիպում են։ Ինչ ա եղել, մի հատ է մարդու իրավունքների պաշտպաններով հանդիպեք, հարազատների տեսակցելու հարց որոշեք եւ այլն։ Այսօր առավոտը մարդու իրավունքների պաշտպանը Անահիտ Մանասյանը փաստորեն հերիք չի մերժել այդ առաջարկը Ռուբեն Վարդանյանի, դեռ մի բան էլ այնպիսի մոլորեցնող արտահայտություններ արել, որ ինքը պարզապես չպետք է լինի մարդու իրավունքների պաշտպան, էլի, ասենք, իր ասելա, որ իր մանդատը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության վրա եւ դրանից ելնելով ինքը որևէ բան չի կարող անի Ռուբեն Վարդանյանի առաջարկի հետ կապված։ Սա իհարկե մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծման փիլիսոփայության հակասություն է։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ինքը ձևավորվել է, տեսեք, երբ որ ես ասում եմ երկիր մոլորակի հարցը, ոչ թե միայն ներհայկական, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ինքը
ըստ երկիր մոլորակի կանոնների է ձևավորվել, որպեսզի տարբեր երկրներում, տարբեր պետություններում մարդու իրավունքները պաշտպանված լինեն եւ այդպիսով ամբողջ հավաքական մոլորակում պաշտպանված լինեն։ Բայց հիմա վերադառնանք մյուս կարևոր տեղը, թե տեսնենք ոնց է մոլորեցնում։ Ուրեմն մարդու իրավունքների պաշտպանների գործունեությունը սահմանվում է Փարիզի սկզբունքներով, որը հաստատվել է 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից։ Եվ այդ սկզբունքների մեջ ոչ թե նախատեսված է մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անկախ, այլև պետք է լինի նախաձեռնողական, նպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը շատ ավելի լայն հնարավորություններ ունի, առնվազն հնարավորություն ունի միջազգային հարթակներում ձայնը բարձրացնի, զեկույցներ գրի, իր կապերը օգտագործի եւ այլն եւ այլն, բայց ինչպես հասկանում ենք, նրանք իրենց կապերը միայն օգտագործում են մեր իրավունքները ոտնահարելու համար, ոչինչ, դա ժամանակավոր է, բայց Անահիտ Ավանեսյանը մեղավոր չի։ Հա, Մանասյանը, կարծեմ այն ժամանակ էլ Ավանեսյան ասեցի, կարծեմ ընդեղ էլ ուրեմն համարեք Մանասյան, Ավանեսյանը բանն էր, չէ՞։ Հա։ Ուրեմն Ինչու մեղավոր չի Անահիտ Մանասյանը։ Հա, Անահիտ Մանասյանը մեղավոր չի, որովհետև այս սահմանադրությունն է իրեն տալիս հնարավորություն այդպեսին լինելու։ Այլ դասավորվածության պարագայում ինքը այսպեսին չէ լինի։ Այս սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանը ընտրվում է ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում, որը մարդու իրավունքների հանձնաժողովն է այս պահին, որտեղ կա 5 ՔՊԱ-ական, 2 Հայաստան դաշինքից եւ մի հոգի պատիվ ունեմից, այսինքն 5 հոգով ՔՊ-ից կարող են առաջարկել իրենց տեխնացուին։ Հետո տանում են ազգային ժողով, ազգային ժողովում 3/5-ի առնվազն 3/5-ով ընտրվում է մարդու իրավունքների պաշտպանը։ Առնվազն 3/5-ը 65 պատգամավոր է անում այս ազգային ժողովում եւ 65 պատգամավոր ունի քաղաքացիական պայմանագիրը դեռ մի բան էլ ավելին։ Երբ որ Անահիտ Մանասյանը ընտրվում էր, ՔՊ-ն ուներ 71 պատգամավոր, այսինքն միահեծան ընտրում են մարդու իրավունքների պաշտպան։ Սա չեղավ անկախ ինստիտուտ, սա ուղիղ կախվածության մեջ է գցում իշխանությունից, իսկ մարդու իրավունքների պաշտպանի գործը ընդհակառակը իշխանության չարաշահումները զսպելն է։ Բայց ֆիքսենք, որ այնպես էլ չի, հա, Անահիտ Մանասյանը հստակ դիրքորոշում չէր արտահայտում անգամ ներսում, հա, Դավիթ Մինասյանի հետ կապված, մյուս խոշտանգումների հետ կապված սրբազաններ են հանդիպում, այսինքն ինքը այս իշխանության կրողն է, ինքը այս գաղափարների կրողն է։ Դե այս գաղափարների կրողը եթե չլիներ, չէր կարա լիներ նրանց տեխնացուն։ Ասեմ, որ միայն ինքը սահմանադրությամբ է կաշկանդված դրա համար է նման հայտարարություն անում, տեղին չէ։ Չէ, ոչ, տեղին է, եւ ես նույնից եմ պնդում, որ ոչ թե անձերի խնդիրներ են խնդիրները, այլ կառուցվածքային խնդիրներն են խնդիրները։ Եթե կառուցվածքը լիներ այնպիսին, որ ՔՊ-ն չկարողանար միանձնյա ընտրեր մարդու իրավունքների պաշտպան, Անահիտ Մանասյանը չէր ընտրվի մարդու իրավունքների պաշտպան։ Եվ նրա մասին մենք չէինք խոսի, նրան չէինք քննադատի, նրա անձին չէինք կպնի։ Եվ նրա անուն ազգանունը չի էականը, այլ էականը կառուցվածքն է։ Կրկնում եմ, եթե սահմանադրությունը մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, բայց հիմնականում սահմանադրությունը լինեին նորմալ, այնպես, որպեսզի լիներ հակակշռող, որպեսզի չլիներ այնպես, որ իշխող կուսակցությունը ընտրի իր ուզածին եւ ծառայեցնի իր ուզածին, ապա Անահիտ Մանասյանը չէր ընտրվի, կընտրվեր այնպիսի մեկը, ընդ որում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այնպիսին է, որ առավելությունը պետք է տրվի ընդդիմությանը, որ ասացինք նրա համար, որովհետեւ իշխանության չարաշահումներն է զսպում։ Ու սրանից ելնելով կրկնում եմ, Անահիտ Մանասյանը չէր լինի մարդու իրավունքների պաշտպան։ Բայց այստեղ վերադառնալով ամենակարևորին, Անահիտ Մանասյանը մոլորեցնում է գերիներին, պատանդներին, նրանց հարազատներին, Հայաստանի քաղաքացիներին։ Նա ունի իրավասություն, նախ չկա արգելք, որ չունի, եւ երկրորդ ընդհակառակը ամբողջ մարդու օմբուդսմենի ինստիտուտի փիլիսոփայությունը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Եթե մարդու իրավունքները չեն պաշտպանվում Ադրբեջանում, այն էլ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Փարիզի սկզբունքներով ունի հնարավորությունը այդ հարցը բարձրաձայնելու։ Բայց սրանից ելնելով, քանի որ այսպես է պատասխանել մարդու իրավունքների պաշտպանը, ես կարծում եմ բոլորս, այդ թվում պատանդների հարազատները եւ միջազգային հանրությունում կապեր ունեցող
կամ միջազգային կամ արտասահմաններում ապրող մեր հայրենակիցները պետք է բոլորս պահանջեն Անահիտ Մանասյանի հրաժարականը։ Չի կարող մարդու իրավունքների պաշտպանը մարդու իրավունքների ինստիտուտին հակասող գործունեություն ծավալել եւ տեքստեր ասել։ Եվ նորից կարող է մեր ռազմագերիներին այս իրականության մեջ գնալ կեղծ խաղաղության եւ մենք տեսնում ենք, իմիջիայլոց վերջերս նաեւ ինչ տեսանք, որ այլևս անկախույց Ադրբեջանի նախկին արտգործնախարարը Մամեդյարովը խոսում է, որ Նիկոլ Փաշինյանն է դեռ շանսեր ունի ու Նիկոլ Փաշինյանն է հաղթել, այսինքն շարունակում է Ադրբեջանը լինել այս իշխանության թիկունքում։ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը շատ բան է, ինչ են ասում։ Նախ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, որովհետև նա խոսք է տվել սահմանադրություն խախտել, այն է 17-րդ եւ 18-րդ հոդվածը կաթողիկոսին հեռացնելու մասով։ Իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպիսի ընտրական օրենսգրքում չկա նման դրույթ իրավական, որով կարելի է նրան սահմանափակել, բայց պետք է պահանջվի, որպեսզի նա սահմանափակվի, համենայն դեպս քաղաքական իրավական մթնոլորտ ստեղծել դրա համար։ Եվ ի վերջո, այո, նա իրավունք չունի մասնակցել, որտեղ խոսք է տվել սահմանադրությունը խախտել։ Մյուս կողմից ինչ արդյունք էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, ես կրկնում եմ, որ սա միայն մեր ազգային հարցը չէ, մեր ազգային հարցը դրված է երկիր մոլորակը ավելի բարեկեցիկ դարձնելու համար եւ պետք է նաեւ մենք լավ զգանք, որ հենց մեր ազգային ինքնությունն է այդ գործում ներդրված ու ընտրությունով չի ավարտվում։ Այդ ընտրությունը այդ ուղղակի այդ մեխանիզմն է, որտեղ էս աշխարհի երկու բևեռները փորձում են ինչ-որ տակտիկական հարցեր լուծեն, բայց դրանից հետո շարունակվելու է այդ պայքարը եւ այդ պայքարը հարատև է, համենայն դեպս 5 միլիարդ տարի հաստատ կարատևի, որովհետեւ արեգակը դեռ 5 միլիարդ տարի ապրելու է։ Մյուս կողմից ես ողջունում եմ այն ուժերին, որոնք կարողանում են առանց իրենց սկզբունքներին հակասելու դաշնակցել միմյանց նկատմամբ եւ բնականաբար պետք է նաեւ հաշվի առնելով, որ դավաճանը չի կարող ընտրություն իրականացնել Հայաստանում, կազմակերպել եւ մասնակցել, Արցախը հանձնողը, Տավուշի տարածքները հանձնողը, Գորիսկապան ճանապարհը հանձնողը իրավունք չունի Հայաստանում ընտրություններ կազմակերպելու, բայց հիմա այդ իրավիճակի մեջ ենք, այնուամենայնիվ բոլոր հնարավոր միջոցներով պետք է աջակցել, որպեսզի ինչ են ասում, այդ 9 ամիս 150,000 մարդու սոված ծառավ թողածը եւ հետո ասածը, որ մնայք կռվեիք, դրանք չվերարտադրվեն։ Սա մարդկությանը եւ մեր սիրելի երկիր մոլորակին հակասող էլեմենտներ են։ Երկիր մոլորակի շունշանգյալներն են, այսպես ասած։ Շնորհակալություն, Հովհաննես։ Խնդրեմ։